Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ Հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, այս պահի դրությամբ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղի հավակնորդը Սուրեն Մանուկյանի թիմն է, որը հեռուստադիտողներին հաղթել է 6-3 հաշվով։ Սակայն պայքարը շարունակվում է և ես խաղի եմ հրավիրում Տիգրան Քոչարյանի թիմին, ինժեներ Տիգրան Գաբրիելյան, տնտեսագետ Սերգեյ Մելքումյան, ֆիզիկոս Ավետիք Քերոպյան, Մարմարե արծվի մրցանակակիր իրավաբան Դմիտրի Բեցկով, արվեստագետ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգար Սեթրակյան և թիմի ավագ Մարմարե արծվի մրցանակակիր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյան։ Տիգրան Քոչարյանի թիմի դեմ այսօր կխաղան Նունե Գալստյանը, Աննա Աստանյանը, Արթուր Մաթասյանը, Սուպեր Բլից, Լաուրա Զիրոյանը, Գայանե Ղազարյանը, Վահե Սարգսյանը, Բլից, Արտակ Թադևոսյանը, Էդգար Գևորգյանը, Հասմիկ Ղուկասյանը, Նարինե Մաթևոսյանը և Հարց Յունիբանկից։ Ինչ, որտեղ երբ ամառային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Քոչարյան, Այո։ Դուք Հայաստանի ամենափորձառու գիտակներից մեկն եք։ Վերջին շրջանում մեր խաղի նկատմամբ հետաքրքրությունը շատ է մեծացել։ Ինչ խորհուրդ կտաք սկսնակ գիտակներին։ Խորհուրդ կտամ սկզբից այցելել ոչ պրոֆեսիոնալ խաղերի, քվիզերի, քվեստերի, բազմաթիվ այդպիսի միջոցառումներ տեղի ունենούν եւ այնուհետեւ ժամանակի ընթացքում արդեն գալ պրոֆեսիոնալ ակումբներ եւ մրցել արդեն պրոֆեսիոնալների հետ։ Վահե Սարգսյան։ Ձեր դեմ խաղում է Վահե Սարգսյանը, մաթեմատիկոս Երևանից։ Գալիլեո Գալիլեյը այդ ստեղծագործությունը կարդացել է կարկինը ձեռքին և նույնիսկ դասախոսություն է նախապատրաստել այդ թեմայով։ Արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ ստեղծագործության մեջ նկարագրվող կոնստրուկցիաները անկայուն ու երերուր են, դրանք վաղ թե ուշ կփլուզվեին։ Ուշադրություն հարցը, որ ստեղծագործության մասին է խոսքը։ Ժամանակ։ Բիբլիա։ Не, позже До него Кого Леонардо да Винчи ինչ-որ բան հին Հունաստանի կամ հին եգիպտական առանց միջամտության Տրոյան ինքը կապրվել Տրոյան չէ, տրոյական ցիրկուլ, ինչ որ կալոր բաներ են։ Տրոյական կոնստրուկցիաներ Որ բայց այդ Կալիզեի չունենք Վավիլոնյան աշտարակը լավ է, կրոգերը չափում կարող է բաների մասին, աշխարհի երաշալիքների մասին լինի։ Ժողովուրդ 5 կտակարան է, Իլիադը այդ ստեղծագործության մասին է խոսքը։ Բայց Իլիադը ինչ որ մի տեղ, որ ինքը Տրոյան չէ։ Ժամանակ։ Իլիականը։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ, խոսքը գնում է Հոմերոսի Իլիականի մասին։ Որ կոնստրուկցիաներն էին այնտեղ անկայուն, պարոն Քոչարյան։ Ընդհանրապես տրոյական ձին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Երիտասարդ Գալիլեին հրավիրել էին պարոն Քոչարյան Ֆլորենցիայի ակադեմիա
Դանթեի աստվածային կատակերգության մեջ դժողքի ճարտարապետության վերաբերյալ դասախոսություն կարդալու, օգտագործելով աստղագիտության եւ երկրաչափության իր գիտելիքները, Գալիլեյը ապացուցել է, որ դժողքի կոնստրուկցիաները կփլուզվեին իրենց ծանրության տակ։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների Վահե Սարգսյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը եւ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, գովազդ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, դերասան, երգիչ, պրոդյուսեր Գոշ Հակոբյանը նվիրում է իր սիրելի հեղինակներից մեկի, Միխայիլ Բուլգակովի շան սիրտաաշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Զանգակ bookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան։ Այո, Դանթեի աստվածային կատակերգությունը կարդացել եք։ այո։ Իսկ ինչ տպավորություններ եք ստացել։ Չէ, ասի, որ ինչ-որ հատուկ ինչ-որ տպավորություն, որովհետև պարտադրված եմ կարդացել, քանի որ այնտեղից ինչ-որ տեղ երբի հարցեր են տալիս շատ։ Իսկ սեղանի շուրջ կար տարբերակ։ Տարբերակ կար, ուղղակի չլսեցինք երևի Իսկ եթե լսեիք միանգամից կվերցնեիք։ անպայման, իհարկե, որովհետև կարգին շրջաններ եւ այլն միայն Դանթեն է միանգամից գալիս։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Աննա Աստանյանը, ֆինանսիստ Երևանից։ Ուշադրություն, գովազդային պաստառ։ Վերջերս Յունիբանկ ընկերությունը փազլի վրա պատկերելով իր տարբերանշանը հանդես է եկել մի առաջարկով։ Ուշադրություն հարցը։ Ինչ առաջարկ է ներկայացրել Յունիբանկը։ Ժամանակ։ Տուն հավաքային լրիվ, Հիփոթեք, հավաքվում է տուն։ Okay, բայց կարող է բանը իրենց բաժնետեր դառնալ։ Կարող է IPO-ին արել, այնպես մաս-մաս դնում ես, դու պազլները, բաժնի քո մի հատ բանը, պազլի կտորը, դու ընդհանուր Յունիբանկի մաս ես դառնում, մասնիկ ես դառնում։ Իրենք IPO արել են, եթե ճիշտ է։ IPO կա, կൂട്ടակային կա, հիպոթեք կա։ Այո, չեմ կարող ասել։ Նա Յունիբանկը Յունիբանկն է մասերի բաժին։ Յունիբանկ բաժնի մասը Բաժնետեր դառնալ, ինչ կարող ես ունենալ վերջում պազլներ հավաքելուց, կոպեկ, ինչ կարող ես ստանալ վերջում։ կոպեկ իրա տեղը, հաստատ լոգոտիպը կա Յունիբանկի, դու դնում ես մաս, դու հա, Էլի բանկային պրոդուկտներ ասել։ բանկային պրոդուկտներ, որ հասկանաս բանկային բաժնի մասերի ինվեստիցիան դժվար է։ բաժնը չէ։ Դիկո բաժնետերն է։ Բաժնետեր անգել մաս տարի Յունիբանկի։ Անգեր Յունիբանկը Ժամանակ, պարոն Քոչարյան։ Յունի Ով է պատասխանում։ Սխալ եղել էլ չես պատասխանել։ Պատասխանում է Դմիտրի Բեցկովը։ Լսում ենք ձեզ, պարոն Բեցկով։ Պարոն հաղորդար, մի հատ տարբերակ ունենք, որ կարող է ուզում էր, որ մարդիկ դառնան Յունիբանկի բաժնետեր, Յունիբանկի բաժնետոմսեր գնային։ Հասկանալի է, պարոն Բեցկով։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Յունիբանկ ընկերությունը ուշադրություն էկրանին։ Առաջարկել էր իր հաճախորդներին ձեռք բերել բանկի բաժնետոմսեր, այլ կերպ ասած դառնալ բաժնետեր։ Դմիտրի Բեցկովը բերում է առաջին միավորը իր թիմին եւ հավասարեցնում հաշիվը։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի պլանավորման ղեկավար Մարլենա Հովսեփյանը։ Բարի երեկո, Տիկին Հովսեփյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Հովսեփյան, PMI Science գիտահետազոտական կենտրոնը ճանաչվել է լավագույն գործատու միջազգային Top Employers ինստիտուտի կողմից։ Ինչը կառանձնացնեիք որպես լավագույն փորձ, որ ձեռք եք բերել ընկերությունում ձեր աշխատանքի ընթացքում։
Պարոն հաղորդավար, PMI Science-ում աշխատելն ինքնին արդեն շատ հետաքրքիր եւ դինամիկ փորձ է։ Որպես պլանավորման գծով ղեկավար, ես աշխատում եմ Շվեյցարիայի եւ այլ երկրների մեր թիմերի հետ եւ ղեկավարում եմ միջազգային ծրագրեր հենց Հայաստանից։ Սա իհարկե շատ մեծ հնարավորություն է տալիս զարգացնել եղած հմտությունները, նոր հմտություններ ձեռք բերել եւ ինչպես նաեւ ձևավորել ռազմավարական մտածելակերպ։ Լինելով միջազգային ընկերություն, կազմակերպությունը հնարավորություն է տալիս աշխատել մի շարք առաջատար եւ միջազգային փորձագետների հետ եւ ամենահետաքրքիր առավելությունը երևի թե կառանձնացնեմ, որ հնարավորություն է ունենում աշխատելու այլ երկրների մեր գործընկերների հետ եւ ծանոթանալ իրենց մշակույթին, ինչպես նաեւ ձեռք բերել նոր եւ արժեքավոր կապեր, որոնք շատ մեծ դեր կարող են ունենալ թե անձնական եւ թե մասնագիտական աճի հարցում։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Բեցկը, Այո, պարոն հաղորդավար։ սիրում եք puzzle հավաքել։ Միջին։ Նենց էլի, մեկ հավեսի։ Նենց չէ։ Ձեր հավեսի թե երեխաների հավեսի։ Այ շատ ճիշտ բան եք արել, շատ ճիշտ ուղում եք տվել, հա։ Երեխեք հետ մեկ ստիպած ես հավաքել, հա, բայց նենց ընդհանուր առմամբ ոչ։ Իսկ մեծ puzzle-ներ են սիրում երեխաները թե փոքր։ Արդեն մեծ, գիտեք, արդեն հա, փորձում են։ Նայած ինչ են ջարդել, չաշկա թե Ձեր դեմ խաղում է Էդգար Գևորգյանը, տնտեսագետ, քաղաք Բրբանք, ԱՄՆ։ Հարսանեկան տորթ ոճը տարածված էր 20-րդ դարի առաջին կեսին Ամերիկայի խոշոր քաղաքներում։ Այն առաջացել էր 1916 թվականի օրենքով ամրագրված սահմանափակումների պատճառով եւ միտված էր փոխարինելու արգելքի տակ հայտնված զուգահեռանիստին եւ գլանին։ Ուշադրություն, հարցը. Ինչին էին այդ ժամանակաշրջանում սկսել հարսանեկան տորթի տեսք հաղորդել։ Ժամանակ։ Դարքերներն է, սենց են բարձանում։ Զուգահեռանիստ, գլոր, հա։ Ինչը։ Հա, Նիբասկրոպները։ Ոխեր դարել սվադիբնի տորտը։ Նիբասկրոպը սվադիբան տորտ իրենք ամեն միած Empire State Building-ի Հա, ճիշտ է։ կարող են գլխարկները զուգահեռանիստ ու գլան։ Օրենքով գլխարկներ Օրենքով Սուխոյ զակոնին մոտիկ շշիկ ձևը, շշերի ձևը, Սուխոյ զակոնի հապոժ։ Բաներ կարելի։ Օրենքով կարող են արգելել։ Օրենքով ինչ, Սամալոտները հələ նոր են սկսել ընդհանրապես։ Օրենքով չի սահմանափակել Սահմանափակել է ձևը մի քիչ բան։ մեքենայի հետ կապված ինչ որ բաներ Մեքենայի գլան, զուգահեռանիստ, ստոպի բանն է, էլի։ պատասխանում է Քերոփյան Ավետիքը Լսում ենք ձեզ, պարոն Քերոփյան։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ այս հարսանեկան տորթ ոճը վերաբերում է երկնաքերներին, որոնք մինչ այդ սարքում են զուգահեռանիստերի կամ գլանների տեսքով, հետո օրենքով սահմանափակումներ մտցրեցին, սկսեցին այսպես նեղացող հարկերով շենքեր սարքել։ Պարոն Քերոփյան, իսկ ինչու այդ սահմանափակումը մտցրեցին, սա պարզապես լրացուցիչ, որպեսզի պարզ լինի, ինչու եք այդպես պատասխանում։ Բրբանկը ես շքան գիտեմ գտնվում է Կալիֆոռնիայում, այնտեղ երկրաշարժից, կարծեմ 1900-ականների սկզբին Սան Ֆրանցիսկոյում ուժեղ երկրաշարժ եղավ եւ շենքերը փլվեցին, այդ նոր երկնաքերերը, կարծում եմ, որ դրա հետ է կապված։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Քերոփյան, փողոցներում օդն ու արևի լույսը պահպանելու նպատակով ամերիկյան իշխանություններն արգելել էին դա կառուցել զուգահեռանիստի կամ գլանի տեսքով։ Դա էր պատճառը, որ ամերիկյան խոշոր քաղաքների փողոցներում ուշադրություն էկրանին երկնաքերերը սկսեցին կառուցել հարսանեկան տորթի ոճով։ 2-1 հոգուտ գիտակների Ավետիք Քերոփյանը բերում է երկրորդ միավորը թիմին, իսկ մենք շարունակում ենք խաղը եւ ես ուզում եմ ասել, որ մեր խաղին ներկա է
Իտալ Սոլար ընկերության մոնիթորինգի բաժնի ղեկավար Նարեկ Ալիխանյանը։ Բարի երեկո, պարոն Ալիխանյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Ալիխանյան, ինչ գործառույթներ ունի մոնիթորինգի թիմը։ Քանի որ Իտալ Սոլար ընկերությունը պայմանագրով ամրագրում է 30 տարվա արտադրողականության երաշխիք, մոնիթորինգի թիմը 24/7 ռեժիմով իրականացնում է վերահսկողություն մեր տեղադրված շուրջ 1800 կայանների նկատմամբ եւ որևէ խնդրի դեպքում առաջինը մենք ենք արձանագրում եւ ուստի եւ արագ կարգավորում ենք, որպեսզի կայանները չշեղվեն իրենց տարեկան արտադրողականությունից։ Իսկ եթե ամեն դեպքում շեղում լինում է, Ինչպես է, թե շեղում լինում է, կազմակերպությունը ֆինանսապես փոխհատուցում է կամ ավելացնում վահանակ ըստ հաճախորդի հայեցողության։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Քերոբյան, Այո, պարոն հաղորդավար։ կուզենայիք Երևանում եւս, ինչպես Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում երկնաքերեր շատ լինեին։ Ես կուզենայի Երևանում երկնաքերեր չլինեին, հաշվի առնելով երկրաշարժների վտանգավորությունը, բացի դրանից այսօր բարձրահարկ կառուցապատումը հենց մեր քաղաքներից օդը եւ լույսը խլում է։ Ես ոնց եմ համաձայն ձեզ հետ, պարոն Քերոբյան, չեք պատկերացնի։ Ձեր դեմ խաղում է Հասմիկ Ղուկասյանը, մենեջեր Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Իսկ հիմա ուշադրություն հարցը։ Հարգելի գիտակներ, ինչ ենք մենք թաքցրել ձեզնից Սուրբ Վինսենտ ֆիլմի համար պատրաստած պաստառում։ Ժամանակ Շատ կներեք, ինվալիդնի կրեսլո է, նստած է։ Վերևն է թաքցրել, հեսը ոչ չի թաքցրած։ Վերևում է թաքցրած, հա։ Վերևում է թաքցրած։ Ու քրտնած է։ Կարող է ինչ-որ Կարող է երկրորդ զողն է, это шведская стенка может быть։ Երկրորդ չէ, բայց չէ, նեմա չի։ Ինչ-որ հաշվիչ է, որ կարող է ռեկորդ է գնում, բանը։ հաշվիչը կարող է։ Գինեսի ռեկորդի Ռեկորդի է գնում։ Ինքը ձգվում է, հա։ Հաշվիչա թե Գինեսի ռեկորդի գիրքը։ Դե շոտ չի, там հաշվիչը ինքը ձգվում է, այնտեղ բան թիվը փոխվում։ Հետևը ովքեր են, ինչ որ տրեյներ։ Մարզիկներ Հաշվում են, հետևում են, Ինչ որ մի բան, որ գլխով կարող խփի բարձրանալու չգիտեմ։ Չէ, Գնացը կինոն է։ հաշվիչը լավ է, բայց Ա ուրիշ ինչ կա, քրտնած է, հավոր հոգնած է։ ռեկորդի է գնում։ Հա, գլավո է։ Ունքն քրտնած է, արդեն ժամանակ, պարոն Քոչարյան, Կրկին պատասխանում է Քերոբյան Ավետիք։ լսում ենք ձեզ, պարոն Քերոբյան։ Պարոն հաղորդավար, մեր տպավորությամբ այս գլխավերևում տղայի գտնվում է հաշվիչ, որը իր ձգումների քանակն է հաշվում, երևի ինչ-որ ռեկորդային իմաստ ունի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխան է։ Պարոն Քերոբյան, Այո, շատ արագ ֆիքսեցիք, որ սպորտային թեմա է, այդ ֆիքսեցիք, իսկ անունը ինչպես էր ֆիլմի, հիշում եք։ Սորբ, նիմ, լուսապսակ, հա։ Սուրբ Վինսենտ ֆիլմի հերոսը գտնվում է մարզասրահում, ինչը կարելի է հասկանալ մարզաձողից, որի վրա նա ձգումներ է անում, իսկ նրա մեջքի հետևում մարզիչն է կանգնած, մենք թաքցրել ենք ձեզանից, ուշադրություն էկրանին, բասկետբոլի օղակը, որը լուսապսակ է կազմում տղայի գլխավերևում, 2-2 Հասմիկ Ղուկասյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Զարմանալի էր, որ ձեր նման փորձառու թիմը չֆիքսեց Սուրբ Վինսենտ անունը։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Օզոն Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի եկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, ինչ որտեղ երբ խաղում մասնակիցները հաճախ բախվում են ոչ ստանդարտ հարցերի, որոնք պահանջում են ստեղծագործական մոտեցում, ինչպես որ քիչ առաջ էր, պարոն Կարապետյան։ Եվ ես անմիջապես հիշեցի, չէ որ marketplace-ներում
նույնպես կարելի է հանդիպել տարօրինակ, բայց շատ օգտակար ապրանքների։ Իսկ որն է ամենաանսովոր ապրանքը, որը երբևէ դուք գտել եք օզոնում։ Ես ճիշտ ասած շատ չեմ զբաղվում հենց փնտրտուքներով, բայց գիտեմ, որ մարդիկ կան, որոնք հետաքրքրվում են պատմական ինչ-որ իրերով, կոլեկցիոն նույնիսկ կատապուլտաներ են գնել, իսկ ես այս վերջին ինչ գնել եմ, այս բաբչկաներ, որ արագ պատվիրեցի եւ ինքնաթիռով ստացա Հայաստանում արդեն։ Պարոն Կարապետյան, խաղասեղանի շուրջ հիմա կարծեք թե հավասարություն է։ Ինչ եք կարծում, գիտակները հնարավորություն կունենան հաղթելու, թե կհաղթեն հեռուստադիտողները։ Ես համոզված եմ, որ կհաղթեն, շատ ուժեղ թիմ են խաղում, հաջողություն եմ մաղթում, մեծ որ սպասենք լավ խաղ, հետաքրքիր պատասխաններ, ու իդեպ այս վերջի հարցը շատ գեղեցիկ հարց էր։ Շնորհակալություն, ինձ մնում է ավելացնել միայն, որ խաղի լավագույն գիտակին Ozon Marketplace-ը կնվիրի գրքերի հավաքածու, իսկ եթերաշրջանի լավագույն հարցի հեղինակին ժամանակակից շարժական բարձրախոս նվագարկիչ։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Քերոբյան, Այո, պարոն հաղորդավար։ սպորտով զբաղվել եք, Այո, բասկետբոլ կոնկրետ խաղացել եք։ բասկետբոլ խաղացել եմ, բայց ոչ սպորտային տարբերակով։ Ավելի շատ Երկար եմ խաղացել։ դպրոցական Դրանից հետո էլ, այո։ Իսկ հեռուստատեսությամբ դիտում եք բասկետբոլային խաղերը, Չեմ հետաքրքրում եք, Ոչ, չեմ սիրում։ անգամ NBA-ի խաղերը։ Դե ավելի շատ ֆուտբոլ եւ ավտոմրցաշավեր եմ նայում։ Ձեր դեմ խաղում է Գայանե Ղազարյանը, ֆինանսիստ, քաղաք Ռանս, Ֆրանսիա։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև Կատարի մայրաքաղաք Դոհայի հայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Այսպիսի շինությունները, որոնք անվանում են աղավնիների աշտարակներ, կարելի է հանդիպել Մերձավոր Արևելքի շատ երկրներում։ Դրանք տարբերվում են իրենց չափերով և ձևով։ Այս մեծ գլանաձև աշտարակները կառուցվում էին կավից, ցեխից և փայտից։ Ուշադրություն հարցը։ Ովքեր և ինչի համար էին հնում օգտագործել այս աշտարակները։ Ժամանակ։ Почтальон. Если холодильник ուրիշ է։ Սառնարանները Սառնարանը ուրիշ է, անունն էլ ուրիշ է, ես հիշում եմ այդ холодильникների անունը ուրիշ է։ Հա, то ասում ես почтовый стриж, Դա, բայց պոչտի համար ինչ համար 3 հատ։ Зачем 3? Ինչ համար 3 հատ։ Սեգո վենտիլյացիայի համար դրած է, սառնարանները, ներքևն էլ ջուր կա։ Ինչի համար։ Էլ ինչ կարա լինի լավ Ուղղակի ովքերը չի դասում։ Կարող ինչ որ բան չորացնելու համար լինի։ Հա, կախում եմ մեջ Նայեք, ժողովուրդ, համ բանկա, այնտեղ համ բանկա, համ ծակերը կա, հասկացանք, բայց դες փայտեր էլ կա, դες կամ նստելու, կամ ինչ-որ բան կախելու, ինչ-որ բան։ Ինչի համար է այդքանը դրած։ Ամրության համար է։ դրսից պետք է ներս մտնեն ժամանակով ինչ-որ Ներս մտնեն, թե ինչ-որ մեկը նստին, քամին ինչ-որ ձերի համար կամվեր կացան։ հանգուցալներն են Հոգի մեջը երևի։ Չէ, իրաց թաղում են։ Չէ, հանգուցալ դա ամենը դա զորոաստրիզմի բանն է, որ իրենք պահում են։ Կամ բաների։ Բայց եթե սառնարան է, ովքեր։ Եթե սառնարան է։ Ժամանակ։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Պարոն Քոչարյան, ով է Դմիտրի պատասխանում։ Բեսկովը։ Լսում ենք ձեզ, պարոն Բեցկով։ Պարոն հաղորդավար, մի հատ մի քիչ դժվար է ընտրել, բայց մի հատ տարբերակ ունենք, որ դա ինչ որ հնադարյան, ասենց ասած սառնարանների բան են։ Եվ ովքեր են օգտագործել։ Ովքեր են օգտագործել։ Թեկուս առևտրականները։ Հասկանալի է։ Ապրանքները այնտեղ դարձում էին, պահում էին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բեցկով, Այո։ դուք ֆիքսեցիք ինչից էին պատրաստվում այդ աշտարակները։ Կավից, փայտից, ցեխից, հա, ինչ որ էս էր։ Կավից եւ ցեխից գոնե հասկանալի է, փայտից ինչպես պետք է սառնարան ստանային, այն էլ կատարում։
ինքը ներքևն է, մի քիչ ներքև ավելի խոր է գնում, փոսը այդ հին սառնարաների տարբերակն է։ Հասկացա, այ հիմա հասկանալի է։ Ներքևն էլ հոր կա, ինչ որ մի քիչ ուրիշ ձև է, հա։ Այս շինությունները, պարոն Բեցկով, օգտագործում էին ֆերմերները։ Աշտարակների օգնությամբ գործի էր դրվել թռչունների բուծման եւ պարարտանյութ հավաքելու հնագույն մեթոդներից մեկը կատարում եւ հարևան այլ երկրներում։ Բացի դրանից աղավնիների փետուրները օգտագործվել են բարձր պատրաստելու համար։ Սա իհարկե այդքան էլ կարևոր չէր, սա լրացուցիչ ինֆորմացիա էր։ 3-2 հոգուտ հեռուստադիտողների Գայանե Ղազարյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին։ Կամ info@pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուր է եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Նունե Գալստյանը, ինժեներ Երևանից։ Գայոս Ավրելիոս Դիոգրետիանոսի օրոք հռոմեացիների շրջանում մեծ հեղինակություն էին վայելում արգիրոսկոպ կոչվող մասնագետները։ Նրանք պետք է լավ տեսողություն եւ լսողություն ունենային եւ լինեին շատ ուշադիր ու զգոն։ Այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը որպես կանոն շատ բարձր էր վարձատրվում։ Ուշադրություն հարցը։ Ում դեմ էր ուղված նրանց գործունեությունը։ Լսում ենք։ Պատրաստը պատասխանը իրենք պայքարում են դրամերը կեղծելու դեմ։ Այսինքն իրենք ստուգում են դրամը կեղծը թե ոչ։ Ուշադրություն, ճիշտ պատասխան է։ Այդ մարդիկ պետք է լավ տեսողություն եւ լսողություն ունենային, որպեսզի կարողանային տարբերել կեղծը իրականից։ Արգիրոսկոպները պայքարում էին դրամանենգների դեմ։ Արգիրոսկոպ բառացի նշանակում է արծաթ զննող։ 3-3 եւ Տիգրան Քոչարյանը նաեւ բերում է թիմին 1 լրացուցիչ րոպե։ Տիկնակ եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի ռիսկերի կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը։ Բարի երեկո, պարոն Քոչարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ ես շարունակեմ այն հարցը, որ տրվել է ձեզ ձեր խաղի ժամանակ։ Այո։ Երբ եք ավելի հարմարավետ ձեզ զգում մեր դահլիճում, երբ կանգնած եք թե նստած։ Անկեղծ ասած, երևի թե երբ կանգնած եմ, բայց ոչ թե այս դիրքում, այլ միգուցե գիտակների կողքին կանգնած։ Գիտակների կողքին, թե հեռուստադիտողների։ Գիտակների։ Այսօրվա խաղի մասին ինչ կասեք, պարոն Քոչարյան։ Այսօրվա խաղը շատ հետաքրքիր է, հարցերը առնվազն հեշտ չեն։ Կարծում եմ գիտակները կարողանան հաղթեն, ես իրենց հաջողություն եմ մաղթում այս խաղում։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան, Այո։ պատմական որ ժամանակաշրջանում կնախընտրեիք ապրել։ Օրինակ հին Հռոմը ձեզ գրավում է իր մշակույթով։ Կուզենա ապրի մինչև 2018 թվականը։ Ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը։ Գործարար Մոսկվայից։ Ուշադրություն, սև արկղ։ Իսպանացի հանցագործ Բիանկոն, որն ապրել է 19-րդ դարի կեսերին,
փող էր աշխատում այսպես. նա իր հայրենիքում մեծ քանակությամբ ապրանք էր գնում եւ որոշակի միջամտություն կատարելուց հետո այն էժան գնով վերավաճառում էր դրսից եկած վաճառականներին։ Ուղևորվելով այդ վաճառականների հետևից, Բիանկոն պարզում էր, թե որտեղ էին վաճառականներն իրացնում ապրանքը եւ նրան մնում էր միայն քաղել իր աշխատանքի պտուղները։ Այդ ապրանքը մենք թաքցրել ենք սև արկղում։ Ուշադրություն հարցը. ինչ է սև արկղում, ժամանակ։ Оливковое масло. Это եթե հետ փողող բան։ Այ смотри, это саг это Cosa Nostra-ի իմաստը Ամերիկա բանն է, չէ՞, ինքը прикрытие, это Z-ը իրենք վաճառում էին հետո որպես ուղղակի շիրմա էր, չէ՞, սա բան։ Իրան պետք է իմանա, մի բան բուսնում էր հետ։ Իրան պետք է ընդամենը իմանա որտեղ են իրանք վերավաճառում, իրանից այդ ապրանքը իրան համար ուղղակի բան է։ Այդ ապրանքը իր համար ուղղակի շիրմա էր, ինքը պետք չէ։ Ինքը գնում էր հետո այդ փողերն էր հավաքում այդ մարդկանց։ Կարող է նարինջ ինչ էր անում։ Կարող է նարինջ։ Լսի Z էժան առնում էր, Z համեջը։ Ինքը օրինակ 1000-ով առնում էր, 800-ով ծախում էր, այնքանով ծախի ինչ որ բան, այդ մարդիկ գնում են վերավաճառում են, դեղ արդեն գումար կա գոյացած, ինքը գիտի որտեղ գումար կա։ Ինքը գնում է դերից գումարը հանցագործ, չի վերցնում, հասկանալ է որ պետք է ընդամենը իմանա սրանք որտեղ են գնում, ուրիշ Ալիվկին լավ, տպները, օքեյ։ Ալիվկին էդ իմաստով, բայց կարա ալիվկի չլինի։ Իսկ կարող է ինչ որ մի բան ցանում է։ Ինչ որ բան տանում են, ցանում են, ինքն դեռ գնում էր աստծո Քաղել պտուղները։ Ժամանակ։ Պարոն Քոչարյան, Մենք լրացիչ րոպեն վերցնում ենք։ հասկանալի։ Հարցը կարդակ։ Իհարկե։ Անխոս։ Իսպանացի հանցագործ Բիանկոն, որն ապրել է 19-րդ դարի կեսերին, փող էր աշխատում այսպես. նա իր հայրենիքում մեծ քանակությամբ ապրանք էր գնում եւ որոշակի միջամտություն կատարելուց հետո այն էժան գնով վերավաճառում էր դրսից եկած վաճառականներին։ Ուղևորվելով այդ վաճառականների հետևից, Բիանկոն պարզում էր, թե որտեղ էին վաճառականներն իրացնում ապրանքը եւ նրան մնում էր միայն քաղել իր աշխատանքի պտուղները։ Այդ ապրանքը մենք թաքցրել ենք սև արկղում։ Ինչ է սև արկղում։ Երկրորդ րոպեն։ Ջուրը խառնում, հետո ձեթը ջրից, չէ, ձեթը ջրից հեշտ է անջատում, ձեթը թեթև է, ջուրը տակն է, ինքը տալիս է ձեթը ջրի հետ խառնած, տանում են, հետո տանում են, մեծ ընդեղ արդեն առնում ձեթը, հասկանում ես, էժան գնով, հետո ձեթը բան անում, ձեթը արկղից թեսի, հետո ձեթը խմիչ կա մեջը։ Չի անջատվում, ձեթը անջատվում է, ձեթը ջրից հեշտ Գործողություն է կատարում ապրանքի ջուրը ավելացնում, նրանք ջրով խառնած ձեթը տանում են, ինքը այնտեղ գնում առնում է, հետո ձեթը տեղա ծախում, հետո այնտեղ ձեթը տեղա ծախում, Սպիտակ գինի, Բիանկո։ ինչ? Գինի չկարա։ Գինին չի անջատում։ Իսպանիայում են ինչ աճում բացի ալիվկեքից ու բանից։ Ձեթը հեշտ անջատում է։ Ձեթը ջրից թեթևա հեշտ անջատում է։ Այդ ճանապարհի նույնիսկ ճանապարհի Պարոն Քոչարյան, Պատասխանում եք Երեփյան ավետիքը։ լսում ենք ձեզ, պարոն Քերոպյան։ Պարոն հաղորդավար, մեր կարծիքով Բիանկոն իրացնում էր ձեթ, երևի ձիթապտղի ձեթ, խառնում էր դրան, դա խառնում էր ջրի հետ, ինչպես գիտենք ձեթը ավելի թեթև է, քան ջուրը եւ ասենք իրացման վայրում այդ ջրի հետ խառնած ձեթը առնելով նա տեղում կարողանում էր արագ եւ հեշտությամբ այդ ձեթը անջատել ջրից եւ այնտեղ ավելի թանկ վաճառել նույն ձիթապտղի ձեթը։ Հասկանալի է, պարոն Քերոպյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Քերոպյան, Այո, պարոն հաղորդավար։ ես չեմ թաքցնում, որ այս հարցը բավականին բարդ հարց էր, բայց դուք 2 րոպե ընդամենը քննարկել եք մի վարկած, միայն ձեթի վարկածը։ Հնարամիտ Բիանկոն ձեռք էր բերում, բացենք սև արկղը։ Խաղակարտեր, նշումներ էր անում դրանց վրա, վերավաճառում
պարզում, թե որ խաղատներում են դրանք ի վերջո հայտնվել եւ որպես հաճախորդ այցելում էր այդ խաղատները։ Արտակ Թաթևոսյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Boyden ընկերության գործընկեր հայաստանյան գրասենյակի ղեկավար Սևադա Բաղձյանը։ Բարի երեկո, պարոն Բաղձյան։ Բարի ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Բաղձյան, Boyden ընկերությունը բարձր օղակի ղեկավարների որոնմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող միջազգային ընկերություն է։ Որն է Boyden Հայաստանի աշխատանքի ամենադժվար եւ որը ամենահաճելի հատվածը։ Պարոն հաղորդավար, ես չի ասի ամենադժվար եւ ամենահետաքրքիր մասը մեր աշխատանքի կայանում է նրանում, երբ մենք բիզնեսի հիմնադրի հետ քննարկում ենք ստրատեգիան, որը ապագա ղեկավարը պետք է իրականացնի եւ շատ ժամանակ մեր փորձառությամբ եւ ինֆորմացվածությամբ աշխատաշուկայից մենք օգնում ենք այդ ստրատեգիան մի փոքր շտկումներ իրականացնել, կարեկցիով կանեն այսպես ասած, որից հետո նույն իրականացնում ենք փնտրում իսկ ամենահաճելի պահը կարող եմ ասել նաև, որ մենք ինչ-որ ժամանակ հետո տեսնում ենք, թե ինչպես է մեր գտած ղեկավարը բիզնեսի կյանքի վրա էական ազդեցություն ունեցել եւ բերել բարեփոխումներ։ Շնորհակալություն, պարոն Բաղձյան, շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Բեցկով։ Այո, պարոն հաղորդավար։ Ես ճիշտ եմ հիշում, որ դեռ սևարկղից չէինք անել, դուք ասացիք շուլեր բառը։ Այո։ Բա ինչու այդ 2 րոպեի ընթացքում որևէ անգամ չհնչեց այդ տարբերակը։ Պարոն հաղորդավար, դուք գիտեք, որ սպորտային տարբերակում կա այդ 61-րդ վայրկյանի։ Այստեղ էլ կա այդ 61, այդ միայն սպորտայինում չի։ 121-րդ։ Տվյալ պարագայում այո, 121-րդ վայրկյանն էր։ Չօգնեց, մի քիչ բան արեցինք։ Մենք հարցը դժվար էր, պարոն հաղորդավար, բայց մենք մի քիչ շատ կենտրոնացանք մեր գործող հարցի Յունիբանկից։ Դրա համար բան չարեցինք։ 2019 թվականին Ֆրանսիայի եւ Ալբանիայի հավաքականների միջև կայացած ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչների մեղքով խաղի մեկնարկից առաջ Ալբանիայի օրհներքի փոխարեն հնչել է Անդորայի օրհներքը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ումից է ներողություն խնդրել մարզադաշտի հաղորդավարն այդ միջադեպից հետո։ Ժամանակ։ Անդորայի։ Չէ, երկու թիմից էր, որովհետև Ֆրանսիայում էլ կան ալբանացիք։ Չէ, Շվեյցարիայում կան լիքը ալբանացիք, Ֆրանսիայից Իսպանիայից, որտեղ Անդորան պետությունն է պատկանում։ Այդ տարբերակը Ֆրանսիա եւ Իսպանիա։ Կարող է Ինչ հերոստատիկողներից պետքա բանն ինչ որ մի հատ կատակի նման մի քիչ հետ բան զուրտեղը սովորել են երաժիշտները բայց չեն նվագում միացնում են չեն նվագում ոչ մի բան չկա շփոթ վերսիաներ ունենք ալբանացիներից անդորացիներից իսպանացիներից Ինքը կարող է շատ հաջախառում են Ալբանիա, Արմենիա, Ռոմանիա։ Մի քիչ խոսացեք, դες դրվել է։ Անդորայից կարող է ահա որ փիս կրվել են Անդորայից հաներություն։ Չէ, Անդորան էլ կկրվեր հաստատ բան չի։ Իսկ կարող է ինչ-որ Ալբանիա դրոշի բան կա ինչ-որ։ Ում էլի արծիվում դրոշի Պրեզիդենտ Ֆրանսիայի կամ կարմիր Ժամանակ, պարոն Քոչարյան։ Կրկնեք հարցից պատասխանը։ Ես հիշեցնեմ, որ դուք ունեք մենք ունենք, դահլիճի օգնության։ Դուք վերցնում եք Այո, դահլիճը։ մենք վերցնում ենք Դե դահլիճը։ դեպքում ես կարդամ, որից հետո կտրամադրեմ 20 վայրկյան դահլիճի օգնության համար։ 2019 թվականին Ֆրանսիայի եւ Ալբանիայի հավաքականների միջև կայացած ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչների մեղքով խաղի մեկնարկից առաջ Ալբանիայի օրհներքի փոխարեն հնչել է Անդորայի օրհներքը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ումից է ներողություն խնդրել մարզադաշտի հաղորդավարն այդ միջադեպից հետո 20 վայրկյան Ալբանիա, Արմենիա։ Արելի խառնել, էլի։ Ուզում էր ասել Ալբանիա, ասեց Արմենիա։ Մարդը որ հաստատ գիտի։ Էդի հաստատա թե ուրիշ Զալի ես ալբանց։ ուրիշ դա ալբանացի զոստալով ժամանակ
Ով է պատասխանում, պարոն Ես Քոչարյան։ կպատասխանեմ, դալիճի օգնությամբ պատասխանենք, որ ներողություն է խնդրել Արմենիայից, Հայաստանից էլ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ֆրանսիա-Ալբանիա ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչների սխալի պատճառով խաղի մեկնարկից առաջ հնչել է Անդորրայի օրհներգը, ինչից հետո մարզադաշտի հաղորդավարը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից, արդյունքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ներողություն խնդրել ինչպես Ալբանիայից, այնպես էլ Հայաստանից։ Հայտնի է, որ Եվրոպայում Արմենիան եւ Ալբանիան հաճախ են շփոթում 4-4 դալիճի օգնությամբ թիմը հավասարեցրեց հաշիվը, այդ տարբերակը դուք ունեիք, այո։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դալիճում ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Արամ Առաքելյանը։ Բարի երեկո, պարոն Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Առաքելյան, Աթենք ընկերությունը հաճախ շեշտում է սպառողի հետ երկխոսության կարևորությունը։ Ինչպես է դա արտահայտվում նոր ապրանքների մշակման կամ բարելավման գործընթացում։ Պարոն հաղորդավար, Աթենքում մենք սպառողին համարում ենք մեր ամենամեծ գործընկերը։ Լինի նոր ապրանք կամ գործողի բարելավում, բոլոր այդ իրավիճակներում մենք կազմակերպում ենք ֆոկուս խմբեր, որտեղ ներառված են պատահական ընտանիքներ, ու մենք ուղարկում ենք մեր արտադրանքը եւ իրենք հնարավորություն են ունենում իրական եւ անկաշկանդ միջավայրում գնահատել դա։ Այնուհետև այդ գնահատականներն ու արձագանքները մեզ համար հանդիսանում են հստակ ուղենիշներ մեր արտադրանքի բարելավման գործընթացում։ Նաև նշեմ, որ սրա շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն բարձր որակ, այլ նաև ստեղծում ենք համագործակցության եւ ներգրավվածության այնպիսի նոր մշակույթ, որտեղ սպառողը հանդիսանում է ապրանքի համահիմնադիր։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հիշեցնեմ, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, 9-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան, Այո։ որ երկրի հավաքականին էիք երկրպագում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ խաղում, Ֆրանսիա թե Արգենտինա, եւ ինչու։ Իհարկե Ֆրանսիա, որովհետև Արգենտինայում խաղում էր մի խաղացող, որ իմ կարծիքով արժանի չէր դառնել աշխարհի չեմպիոն։ Հաջողություն։ Ձեզ հետ անգամ ձեր թիմակիցները համաձայն չեն։ Դա իրենց խնդիրն է։ Բայց միշտ երկրպագել են Բրազիլիայի հավաքականին 1982 թվականից սկսած։ Զիկոյի եւ Սոկրատեսի Այո, թիմը։ լավագույն թիմը։ Ձեր դեմ խաղում է Նարինե Մաթևոսյանը, դասախոս Երևանից։ Ուշադրություն, առարկաներ։ Մեր հեռուստադիտողը հիշում է, թե ինչպես էին սովետական տարիներին անհրաժեշտ սարքավորումների դեֆիցիտի պայմաններում կանայք ստիպված լինում օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները։ Ուշադրություն հարցը. ինչի համար էին այս իրերն օգտագործում հնարամիտ կանայք։ Ժամանակ։ Զավիվկա անելու համար։ Բիգուցի է հաստատ կարող է ատամ։ Այդ է զավիվկա делали, эти Ժողովուրդ ատամ հատիկ չի կարա լինի։ Չէ։ Երեխա Առարկաների պակաս չէր կարելի։ Սրանով հաստատ։ Այդ հաստատ վիզա չտոտը, վիզալի սպից։ Բանը չի բռնում։ Չէ, գործելու չի։ Ну բիգուդին հա, լավ է, բայց Էս ինչ են արել։ Հնարավոր կանայք այդ փաթաթում են վրան, ինքը մազը չի բառնել։ բանանելուց հետո փաթաթում են վրան։ Չէ, առնա։ Չէ, ես կարող եմ փաթաթ։ Ես կարող եմ լոկանի համար, սենց զավի։ Չէ, իրա մեջ եմ էց է Սա դուրս հա, որ չվարի մազերը։ Հաստատ վիլկան բիգուդին օքեյ է։ Մազերական գիտեմ, ինքն է։ Վիլկի վրա փաթաթել տակած, որ ատամատիկը հաստատ չի դու։ Օր ինչ ատամատիկ դե ինքս պայազիկա մահար, չէ, խոհարար մահար։ Էսի բանա դառնում, չէ, գանգստեր է դառնում։ Գանգստեր է դառնում։ Չէ, սանտեխնիկա։ Ահա, պոկեր պերով разряд։ Էլիշ։ Պարոն հաղորդավար, ես կպատասխանեմ, Լսում ենք ձեզ, պարոն Քոչարյան։ քանի որ արդեն նոարնվազն 1982 թվականը հիշում եմ, հա, եւ նաեւ հիշում եմ խորհրդային միության ժամանակ, ինչպես էին դեֆիցիտի ժամանակ այսպիսի բաներից օգտվում, ես նկատել եմ առնվազն պայելնիկի մասը, որ կանայք բիգուդի են սարքել, այսինքն մազերի զավիվկա են արել։
հայերեն չգիտեմ ոնց է, բայց տենց են անում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ձեզ ներկայացված իրերը, պարոն Քոչարյան, բիգուձի դեֆիցիտի պայմաններում կանայք օգտագործում էին գեղեցկանալու եւ մազերը գանգրացնելու համար։ Օրինակ նրանք վերցնում էին պտուտակահանը կամ պատարակաղը, տաքացնում էին, այնուհետև փաթաթում մազերը եւ ոլորում։ 5-4 Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնի բանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozone Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athens ընկերությունը, եւ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։ Բարի երեկո, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, ինչ փոխհատուցում է նախատեսված ժամկետից երկար տևած էլեկտրամատակարարման ընդհատման համար։ Նախ կուզենայի ասել, որ մենք ցանկացած դեպքում որպես Հայաստանի էլեկտրական ցանցեր անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր բաժանորդները հոսանքազրկումներին չենթարկվեն, բայց այն դեպքերում, երբ հոսանքազրկումը լինում է ավելին, քան նախատեսված է մատակարարման կանոններից, մենք ավտոմատ կատարում ենք փոխհատուցումը։ Փոխհատուցումը հետևյալն է, որ չմատակարարված էլեկտրաէներգիայի 50%-ը մենք անմիջապես փոխանցում ենք մեր ընկերության կամ մեր բաժանորդի հաշվին։ Շատ ժամանակ բաժանորդները նույնիսկ չեն դա զգում, որտեվ երբ որ իրանք այդ գումարը ստանում են, որովհետև չկա միջոց իրանց դա հայտնելու, բայց երբ որ գնում են վճարումը կատարելու համար, կարան տեսնեն այդ մեր փոխհատուցումները։ Իսկ սահմանային ժամկետները հետևյալն են, քաղաքային վայրերում դա 3 ժամ է, իսկ ոչ քաղաքային ժամերում 6 ժամ, բայց ցանկացած դեպքում ես ուզում եմ նշել, որ մենք միշտ միտված ենք այն բանին, որպեսզի անխափան մատակարարում ապահովենք եւ հուսալի եւ անվտանգ մեր ծառայությունները մատուցենք մեր բոլոր բաժանորդներին։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի եւ հաղորդակցության ղեկավար Սևակ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, նախորդ ամիս հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում եւ Օմանում էիք։ Ինչ ծրագիր ներկայացրեց նվագախումբը եւ ինչ արձագանքներ եղան։ Այո, նվագախումբը սկզբում Սաուդյան Արաբիայում էր, իդեպ բավականին հետաքրքիր ծրագրով, քանի որ այստեղ նվագախումբը ներկայացրեց հայտնի համակարգչային խաղերի երաժշտությունը սիմֆոնիկ տարբերակներով, օրինակ League of Legends, Assassin's Creed եւ այլ, գեյմերները հաստատ կհիշեն այս խաղերի երաժշտությունը, իսկ ահա Օմանում ներկայացվեց հայտնի Harry Potter ֆիլմի կինոերաժշտությունը, իդեպ արձագանքները բավականին մեծ էին եւ երկրպագուները շատ մեծ գրում են, թե Հայաստանում երբ կլինի, մենք ասենք որ սեպտեմբերից երբ կսկսվի 20-րդ համերգաշրջանը նախատեսվում է Symphonic Games Game On ծրագիրը, ինչպես նաև Symphonic Williams։ Հուսով եմ Հարի Պոթերին ինձ կհրավիրեք, պարոն Հակոբյան։ Մեծ սիրով, իմացեք հրավերն արդեն ունեք։ Իսկ ինչ համերգներ եւ նախագծեր են նախատեսված։ Ամրանը բավականին այսպես հագեցած ծրագիր է, առաջին մեծ համերգը, որի մասին կուզեի խոսել, դա Symphonic Jackson-ն է, փոփի արքայի անմա հիթերը կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի կատարման, բնականաբար սիմֆոնիկ տարբերակները, այնպես որ հեռուստադիտողներին եւ ձեզ սիրով հրավիրում ենք այս համերգին հունիսի 24-ին։ Մեծ հաճույքով կգամ, թեև ես եղել եմ այդ համերգին, ֆանտաստիկ համերգ է։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ճիշտ է, ձեր թիմում կանայք չկան, սակայն պարզվեց, որ կնոջ առօրյային էլ լավ ծանոթ եք։
Կանայք չկան, բայց քաչալ մարդիկ կան։ Սիրում են պատմել։ Պատմել, թե դուք ասացիք, որ ականատես եք եղել։ Երեխա է, տեսել եմ էլի։ Ձեր դեմ խաղում է Արթուր Մաթասյանը, նախագծերի ղեկավար Երևանից։ Վերջերս մի կազմակերպություն հայտարարություն տեղադրեց աշխատանքի հրավիրելով Fortran և Assembly ծրագրավորման լեզուների իմացությամբ մասնագետների։ Այդ լեզուները բավականին տարածված էին նախորդ դարի կեսերին, սակայն մեր օրերում երիտասարդների մեծամասնությունը դրանց չի տիրապետում։ Ուշադրություն հարցը. Որն է այդ կազմակերպությունը եւ ինչի համար էին անհրաժեշտ այդ մասնագետները։ Ժամանակ։ Voyager-ի ծրագրերն է, ժողովուրդ, Voyager-ի ծրագրերն է։ NASA-ն Voyager-ի ծրագրերն է։ Էլ չունենք։ Դե давайте հեշտակը։ Давай քննարկենք։ Բան չունենք։ Ինչը։ Նախորդ դարերի կեսերի։ Ինչ որ մի բան է, որ հին ծրագրավորման հիման վրա է արվել, օրինակ մի 30-40 MKS հենց իրա ծրագիրն է։ Ուրիշ ինչ կարող է լինի։ Եկեք բանանեք, ինչ որ կրկացի։ Պատասխանում եք Քերոբյանը ավետիքը, պարոն հաղորդավար։ Լսում ենք ձեզ, պարոն Քերոբյան։ Պարոն հաղորդավար, կարծում եմ կազմակերպություն NASA-ն է, Ամերիկայի աերոնավտիկայի եւ տիեզերագնացության ադմինիստրացիան, եւ այս մասնագետները անհրաժեշտ էին այդ լեզուներով գրած, Fortran-ով եւ Assembler-ով գրած ծրագրերի խափանումներ վերացնելու համար։ Այդ խափանումները իմ կարծիքով, իմ գիտելիքով կապված էին Voyager տիեզերական ապարատի հետ, որը մինչև հիմա դեռ թռնում է, 77 թվականից թռնում է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Քերոբյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ես հասկանում եմ, որ դուք ֆիզիկոս եք, շատ բանից եք տեղյակ, բայց որ այս ամեն ինչը այսքան մանրամասն դուք գիտեիք, ես չէի պատկերացնում։ 6-4 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Տիգրան Գաբրիելյան, Սերգեյ Մելքումյան, Ավետիք Քերոբյան, Դմիտրի Բեցկով, Մարգար Սետրակյան եւ թիմի ավագ Տիգրան Քոչարյան։ Պարոն Արմեն Արշակյան։ Եկեք ընտրենք այսօրվա խաղի լավագույն գիտակին։ Թիմը շատ լավ խաղաց առաջի հերթին։ Ոնց որ ասում են, երկու հատ թեկնածու ունեմ, Բեցկովը եւ մեկ էլ Քերոբյանը, բայց հաշվի առնելով, որ զուտ հաշվարկով Քերոբյանը ավելի շատ քանակ վերցրեց, Քերոբյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Ավետիք Քերոբյանը եւ ստանում է Միխայիլ Բուլգակովի շան սիրտը աշխատությունը Գոշ Հակոբյանի մակագրությամբ։ Ինչպես նաեւ գրքերի հավաքածու Ozon Armenia Marketplace-ի կողմից։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի իրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարը արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Սերգեյ Քոչարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հարցերը. Վահե Սարգսյան, Գալիլեի եւ Աստվածային կատակերգության մասին հարցով, Հասմիկ Ղուկասյան, լուսապսակի տեսքով բասկետբոլային օղակի մասին, Գայանե Ղազարյան, աղավնիների աշտարակների մասին եւ Արտակ Թադևոսյան խաղաքարտերի մասին հարցերը։ Պարոն հաղորդավար, ես կընտրեմ այս վերջի հարցը, որ 2 րոպե գիտակները չկարողացան 2 րոպեին պատասխանել։ Խաղաքարտերի վերաբերյալ հարց։ Բայց հետո 121-րդ վայրկյանին
պարոն Բեցկվի մոտ փայլատակեց։ Շուլեր բառը ընդամենը։ Արտակ Թադևոսյանը ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Ital Solar ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Արամ Առաքելյան, հիշեցնեմ այդ հարցերը։ Աննա Աստանյան, Յունիբանկի բաժնետոմսերի մասին հարցով, Էդգար Գևորգյան, երկնակերերի մասին, Նունե Գալստյան, դրամանենգների դեմ պայքարող մարդկանց մասին, Նարինե Մաթևոսյան, Բիգուդիի գործառույթ կատարող առարկաների մասին եւ Արտուր Մաթասյան ՆԱՍԱ-ի աշխատանքի կազմակերպման մասին։ Պարոն հաղորդավար, երևի ընտրեմ ՆԱՍԱ-ի հետ կապված հարցը, քանի որ բավականին բարդ ու հետաքրքիր հարց էր։ Արտուր Մաթասյանը ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։